Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է լրագրող, լուսանկարիչ Անի Գևորգյանը։ Բարի երեկո սիրելի Անի։ Ողջույն, ինձ շատ հաճելի է այստեղ գտնվել։ Ես շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը եւ մեր տաղավարում եք։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, ես եմ շնորհակալ, հուսով եմ դուք եք լավ։ Անի ջան, ասել եք, որ սև ու սպիտակ գույները ավելի ցայտուն են ներկայացնում իրականությունը։ Տաղավարը մեր սև ու սպիտակ չէ, բայց ես ձեր ասացի պատվին որոշել եմ այդ գույները այսօր պահպանել ձեր զրույցի ընթացքում։ Դուք որ պահին հասկացաք, որ սև ու սպիտակի միջոցով ավելի ճիշտ եք աշխարհը տեսնում եւ ներկայացնում։ Դա շատ վաղուց էր, ավելի քան 10 տարի առաջ, ընդհանուր առմամբ 16 տարի զբաղվում եմ լուսանկարչությամբ, ու ինչ որ փուլ եկավ, երբ որ ես հասկացա, որ լուսանկարչությունը փաստեր ներկայացնելու շատ լավ տեխնիկայից բացի, նաև ինձ հնարավորություն է տալիս փորձել շերտեր գտնել, իմաստներ գտնել պատկերի մեջ, եւ ինչ որ փորձարկումներ, տարբեր փորձեր անելու արդյունքում ես հասա սև սպիտակին, որին մինչ այսօր այսպես շատ նվիրված եմ։ Իհարկե ունենում եմ նկարահանումներ, կոմերցիոն նկարահանումներ, այսպես տարբեր ֆորմատի լուսանկարներ, որտեղ իհարկե գունավոր եմ անում, բայց այն լուսանկարչությունը, որի մասին մենք այսօր խոսալու ենք, այո, սև սպիտակ է եւ ես պնդում եմ, որ դա լավագույնն է։ Ինչ է Անի համար այդ վիզուալ լեզու կոչվածը։ Դուք ինքներդ այդ արտահայտությունը օգտագործել եք եւ ասել եք վիզուալ լեզուն, որը տրվում է ոչ բոլորին իհարկե, երբ դուք հասկացաք, որ այդ լեզվով պետք է խոսեք։ Պետք է շատ անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ես ինքս միշտ իմ աշխատանքներին բավական թերահավատ եմ վերաբերվել եւ միշտ զարմացել եմ, երբ որ թե լուսանկարչական, թե ժամանակակից արվեստի տարբեր կուրատորներ, համադրողներ դիմել են ինձ առաջարկելով իմ որոշ աշխատանքներ ցուցադրել տարբեր ցուցահանդեսների, տարբեր փառատոների շրջանակներում։ Եվ ես բնականաբար միշտ շոյվել եմ այդ առաջարկներից, բնականաբար միշտ համաձայնել եմ, միշտ, երբեք չեմ մերժել, բայց նաև դա ինձ մոտ կարիք է առաջացրել հասկանալ, թե ինչ եմ ես անում։ Որովհետև երբ որ դու անում ես ինչ-որ բան եւ դրանից հաճույք ես ստանում, դու անում ես ինչ-որ բան եւ դա քեզ համար դառնում է ինքնարտահայտման միջոց, քեզ թվում է դու այլևս ոչ ոքին ոչինչ բացատրելու եւ քո պատկերացումները նկարագրելու կարիք չունես։ Բայց երբ որ արդեն դու մտնում ես միջավայր, որտեղ դիտողների թիվը շատանում է, երբ որ մարդիկ սկսում են գնահատել դրականորեն եւ քեզ հարցեր ուղղել արդեն որպես հեղինակ, ոչ թե ուղղակի լուսանկար անող, այլ լուսանկարի հեղինակ, քո մոտ կարիք է առաջանում հասկանալ, հա, ինքդ քեզ, եւ իմ մոտ էլ այդ փուլը եկել էր, երբ որ ես ոչ միայն սկսեցի ինքս ուսումնասիրել լուսանկարչության պատմությունը, նաև վիզուալ արվեստի պատմությունը, ժամանակակից արվեստի պատմությունը, հասկանալու համար, թե ընդհանրապես ես ինչ ժամանակների եմ պատկանում, ում են նման իմ աշխատանքները, որտեղից եմ ես գուցե ժամանակին ինչ-որ բաներ տեսել, տպավորվել, այսինքն ինքնուսուցման ես եկա եւ շատ բաներ կարդալով, նայելով, լսելով, քննարկումներ ունենալով, հանդիպումներ ունենալով, նաև նման իմ ասած մասնագետների հետ, կուրատորների հետ, ես այսպես լցվեցի շատ ու շատ մտքերով, որոնք որ ինձ սկսեցին օգնել նկարագրել այն ինչ որ ես անում եմ։ Անի, դուք ասել եք, որ մեծացել եք այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորը միշտ իրենց իրավունքների համար պայքարել են։ Հետո դուք դարձել եք խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Կարող եք ասել, լուսանկարի լեզվով պայքարել հնարավոր է։ Այդ պայքարը, այդ խոսքի ազատությունը, այն ինչը որ նաև ձեզ մոտ մասնագիտության բերումով կա, լուսանկարը կարող է պայքարի միջոց լինել այսօր մեր կյանքում։ Ես կարծում եմ, որ լուսանկարչության միջոցով ամեն ինչ կարելի անել, գրեթե ամեն ինչ։ Այսօր, երբ որ լուսանկարչությունը մեր գրպաններում է, չկա այլևս սահմանափակում, հա, որևէ որակական եւ արտահայտելու, կարծիք արտահայտելու, որևէ բան գովաբանելու, որևէ բան քննադատելու
առումով մենք չունենք տեխնիկական սահմանափակումներ եւ լուսանկարչությունը շատ լավ գործիք է, տեխնիկական գործիք է եւ ինտելեկտուալ գործիք է նաեւ, որը այո, հնարավորություն է մեզ համար ստեղծում պայքարել։ Դա կլինի ռեպորտաժային որևէ լուսանկար, որը ցույց կտա որևէ շատ կարևոր իրադարձություն, լավ իրադարձություն, ցավալի իրադարձություն, թե արտ լուսանկար որևէ, որը կներկայացնի զուտ լուսանկարի հեղինակի որևէ մտահոգություն, որևէ գաղափար, ցանկացած պատկեր, որը գտնում է իր հանդիսատեսին, որը գտնում է իր լսարանը տեսողության, տեսողական իմաստով, այո, կարող է պայքարել եւ շատ հաճախ պայքարում է եւ հաղթում է։ Անի, ասում եք ցանկացած մասնագիտության տիրապետելու համար, ձեզ եմ ցիտում, մեզ պետք է ավելին, քան կրթությունը, ավելին, քան փորձը։ Ինչն է այդ ավելին, Անի ջան, ինչ է պետք։ Ես կարծում եմ, որ ավելին դա հետևողականությունն է եւ նվիրումը։ Քանի որ հիմա խոսում ենք իմ լուսանկարների մասին, ես կարող եմ նորից անկեղծ ասել, որ երբ որ ես հիշում եմ իմ լուսանկարները, իմ լուսանկարչական, ուղու ամենասկզբում, իհարկե դրանք սարսափելի էին, իհարկե դրանք տեխնիկապես էին վատը, դրանք բովանդակային էին շատ, այսպես քիչ ինֆորմացիա պարունակում եւ այլն, բայց ինձ համար լուսանկարչությունը դա հասկանալը եւ դրա հմտությունները ինձ համար զարգացնելը դա դարձավ նպատակ եւ ես տարիներ շարունակ տնից դուրս չեմ եկել առանց լուսանկարչական սարքի։ Ես նկարել եմ անդադար, ես նկարել եմ հազարավոր, 100 հազարավոր, գուցե միլիոնավոր կադրեր։ Ինչը անում են ցանկացած մասնագետներ, իրենց աշխատանքի են ամենա նուրբ լարերին, ամենանուրբ դետալներին հասնելու եւ ընկալելու համար։ Եվ ես կարող եմ ասել, այո, այսօրվա իմ լուսանկարները, որոնք չափազանց մինիմալիստական են, ինչպես նշեցիք, սև ու սպիտակ են, որոնք լինում են եւ առանձին մեկ լուսանկարով եւ լինում են ֆոտոշարքերով, լինում են ֆոտոպատմությունների ֆորմատով, դրանք պտուղն են այն միլիոնավոր լուսանկարների, որ ես արել եմ։ Բնականաբար ուսումը տալիս է շատ բան, տալիս է գիտելիք, տալիս է ինքնակնդատություն, տալիս է տեսողությունը զարգացնելու հնարավորություն, բայց եթե դու չունես հետևողականություն այդ հմտությունը զարգացնելու, ես կարծում եմ, որ որևէ կրթություն կամ որևէ հմտություն ինչ որ պահի ուղղակի կանգ է առնելու եւ քո ճանապարհը զարգացման այդպես դադարելու է։ Սիրելի Անի, լավ, 21-րդ դար, նորագույն տեխնոլոգիաներ եւ վավերագրական լուսանկար։ Ինչ ունենք մենք այսօր, թեկուզ ինձ թվում է հիմա եկանք հասանք մի այնպիսի փուլի, որ մարդը նորից ուզում է վերադառնալ սև ու սպիտակ լուսանկարի, երևի թե մի պահ եղավ, որ բացառեցինք այդ ամենը եւ մեզ թվաց, որ այս հեռախոսները, սելֆիները կամ մարդը ինքը իրեն դնի ինչ-որ ծրագրերից օգտվի, ֆիլտրի փոխի իր դեմքի արտահայտությունը, աչքերի արտահայտությունը ու դրա վրա ուրախանա, որ դա ստացվել է։ Ճիշտն ասած, ես մինչ այսօր դա չեմ կարողանում հասկանալ, միգուցե դուք հիմա մեզ մասնագիտական առումով կբացատրեք մեզ, բայց Անի, ի վերջո տուժում է վավերագրական լուսանկարը այսօր, ինքը գնացել է հետիմպլանտ, թե դուք դա չեք զգում եւ սերունդների համար ինչ ենք կարողանալու թողնել։ Այդ հասկացողությունը ի վերջո լուսանկար կոչվածը տարբեր ժամանակներում, բայց մարդկության համար եղել է ամենաթանկ, ամենամնայուն, եթե նույնիսկ ընտանեկան մակարդակով վերցնենք, երբ որ ասում ենք այդ ընտանեկան ալբոմ հասկացողությունը, դա մարդկանց ընտանիքներում ամենամեծ հարստությունն էր։ Այսօր մենք այդ հարստությունը կորցրել ենք, կորցնում ենք, չգիտեմ, ինչ կունենանք 20 տարի հետո։ Բնականաբար, այն, որ ամեն մարդ այսօր կարող է իր հեռախոսով լուսանկարել, կարող է իրեն լուսանկարիչ անվանել, դա մի քիչ անսովոր է, այո, դա արտասովոր է, դա կարող է տարիներ շարունակ այս մասնագիտությունը յուրացնողների համար տհաճ լինել։ Բայց այն, որ մարդիկ զբաղվում են լուսանկարչությամբ եւ լուսանկարչությունը ոչ միայն մտել է ամեն մարդու կյանք, այլ մտել է մարդկանց կյանքի
ամեն փուլ, գրեթե ամեն ժամ, ել չասենք ամեն րոպե, դա փաստ է եւ դա բերել են տեխնոլոգիաները։ Դա մերժել է կամ չօգտվել տեխնոլոգիական այդ հնարավորությունից, կարող է տարօրինակ դիտվել, որովհետեւ լուսանկարը եւ այն լուսանկարը, որը մենք մեր լոգախցիկում, հա, նկարում ենք ջրաչափի մարդուն ուղարկելու համար եւ դա է լուսանկար։ Եվ այն է լուսանկար, երբ որ մենք լույսեր ենք դնում եւ այսպես շատ գեղեցիկ եւ դրամատիկ լուսավորությամբ որևէ մարդու պորտրետն ենք նկարում։ Այդ ամբողջը բոլորը որպես միավոր մեզ դա դուր գա թե դուր չգա, դրանք լուսանկարներ են։ Բնականաբար ամեն ինչ չէ որ կմնա, որտեվ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լուսանկարիչները կորցնում են իրենց ֆայլերը, կորցնում են իրենց արտաքին կրիչները, ես էլ որպես նման խնդիրներ եւ առներկայացուցիչ, երբ որ անընդհատ պետք է վերականգնես կամ գտնես կամ նման մի բան անես, բայց ամեն դեպքում պետք չի այդ ամեն ինչին նայել որպես ապագայի նկատմամբ հանցագործություն, որտեվ այդ նույն տեխնոլոգիան, որը մեզ հաճախ նյարդայնացնում է այդ ֆիլտրերը կամ ամեն մեկի հասանելիությունը, նույն տեխնոլոգիան ծնում է տաղանդներ, որոնք գուցե երբեք գումար չունենային տեսախցիկի, ել չեմ ասում գումարներ չէին ունենա ժապավենի, որը այսօր էլ հա նորաձև է ինչ որ շրջանակներում ժապավենով լուսանկարելը, բայց դա գումար արժի։ Բայց երբ որ որևէ մեկի մոտ հարց է առաջանում, թե ինչ է այդ պատկերի տակ, ինչու ես ընտրեցի այդ պատկերը, այդ ինչ եմ ես պատկերել, որը ինձ դուր եկավ, իմ ծնողներին դուր եկավ կամ իմ ընկերներին հետաքրքիր թվաց, այդտեղից գալիս է լուսանկարչությամբ ավելի խորացված հետաքրքրվելու փուլը մարդու մոտ, որը նաև ինչ որ փուլերի այո բերում է ընտրություն. Եվ շատերը ընտրում են վավերագրական լուսանկարչություն, որը հիմնված է փաստերի վրա, իրականության վրա, եթե կոպիտ, հա, բացատրեմ, եթե ես հիմա ձեզ լուսանկարելու լինեի վավերագրական լուսանկարչական ոճում, ես իրավունք չէի ունենա այս ստուդիայում որևէ լույս փոխել, բաժակ տեղափոխել կամ ձեզ մի փոքր այսպես նստեք։ Ոչ, ես պետք է նկարեի այնպես, ինչպես որ դուք նստած եք, այնպես ինչպես որ դուք այս պահին ինձ վրա նայում եք։ Այսինքն ոչ ընտրելն էլ է դա ընտրություն, եւ չեմ կարծում, որ տեխնոլոգիաները կարող են վնասել այդ ոճի գոյությանը առհասարակ։ Այսինքն չեմ վնասի։ Ես այստեղ ոչ թե մենք մերժենք տեխնոլոգիաները կամ բացառենք դրանց զարգացումը, դա այլևս փաստ է, կա եւ վստահ եմ, որ պետք է ավելի զարգանա։ Ես այն առումով, որ փաստորեն վավերագրական լուսանկարը այս ամենի ֆոնին դուք կարծում եք, որ վտանգված չէ եւ իր ուրույն տեղը ունենալու է միշտ։ Դե գիտեք, այսօրվա դրությամբ մենք բոլորս ենք եւ ամեն ինչն է վտանգված։ Այդպես դժվար է ինչ որ եզրակացության գալ, բայց ես ինքս լինելով վավերագրող լուսանկարիչ, այդպիսի անհանգստություն չունեմ, անկեղծ ասած։ Անի հարազատ մարդկանց դեպքում էլ է տենց աչքը ձեր դիպուկ տեսնում, որ օրինակ այս պահը կարելի է լուսանկարել։ Ձեր բալիկներին լուսանկարում եք։ Այո, լուսանկարում եմ, հարազատներիս, ընտանիքի անդամներից նկարում եմ, բայց կարող եմ ասել, որ շատ ավելի քիչ, քան կարող էի։ Օրինակ շատ հաճախ, երբ որ մարդիկ իմանում են, որ ես լուսանկարիչ եմ, ասում են, ես պատկերացնում եմ քո երեխաները ինչքան ֆոտոսեսիաներ ունեն, իմ երեխաները որևէ ֆոտոսեսիայի լուսանկար չունեն։ Իրանք ունեն այո, շատ ֆոտոներ հիմնականում հեռախոսով արած։ Տեսախցիկով արածներն էլ շատ քիչ են։ Ես միշտ մտածում եմ, որ ինչպես ասում են, հա, կոշկակար առանց կոշիկների, ես ինքս էլ շատ քիչ լուսանկարներ ունեմ։ Լինելով լուսանկարիչ եւ ունենալով բազմաթիվ հարյուրավոր լուսանկարիչ ընկերներ, չգիտեմ, երևի մարդ չի կարող անդադար զբաղվել նույնիսկ ամենասիրելի աշխատանքով։ Այո, աչքդ կարող է որսալ, կարող ես տեսնել այդ բանը նկարել, բայց որպեսզի անդադար դա անես, դա մի քիչ այսպես ինչ որ փուլ է գալիս, երբ որ դու մի քիչ հանգստանում ես, ինչ որ փուլ է գալիս, երբ որ սկսում ես ասել, լավ, այս պահը գուցե կրկնվի, մյուս անգամ կնկարեմ։ Այդ չգիտեմ, գուցե տարիքային է։ Ես ինչու հարցրեցի հարազատների եւ հատկապես երեխաների։
ուզում եմ հասկանալ մոր աչքը օբյեկտիվ պահեր որսում է երեխաների կամ թե միշտ միևնույն է երեխան ամենալավն է, ամենագեղեցիկն է, ամեն պահն է լուսանկարելու է, կա այդ օբյեկտիվությունը։ Նույնիսկ այն փաստը, որ ես վավերագրող լուսանկարիչ եմ, բնական որ երբ որ իմ երեխային նույնիսկ անսպասելի պետք է նկարեմ, ամեն դեպքում քիթիկը մի քիչ մաքրում եմ, որպեսզի ամեն ինչ ավելի կոկիկ լինի, բայց իհարկե ունեմ ինձ համար շատ արժեքավոր կադրեր, ընդամենը մի քանի հատ, որոնք այո հիտակ են արվել, այո, այսպես շատ հետաքրքիր նույնիսկ էլի, հա, իմ սիրելի մինիմալիստական ոճով են արվել, շատ քիչ են, բայց ես վստահ եմ, որ դրանք լինելու են այն լուսանկարները, որ ես տարիներ հետո իրենց էլի ցույց եմ տալու, նույնիսկ գուցե իրենց երեխաներին։ Լավ, հարգելի Անի, հոկտեմբերի 10-ից 12-ը Հայաստանում տեղի ունեցավ տեխնոլոգիական թիվ 1, ինչպես ասում ենք, իրադարձությունը, Digitech-ը, այս տարի մի քիչ այդպես հետաքրքիր, ցուցահանդես, փառատոն եւ այլն։ Ժամանակակից արվեստով լիցքավորված։ Այո, ժամանակակից արվեստով լիցքավորված եւ այդ ցուցահանդեսից հետո Անի Գևորգյանի արդեն ճանաչված անուն ազգանունը դարձավ էլ ավելի ճանաչված եւ համացանցում մի անգամից նյութեր տարածվեցին Անիի ներկայացրած աշխատանքի մասին Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարները Զովունից հատիս։ Անի ջան, այստեղ կխնդրեի արդեն մի փոքր դուք մի քիչ մեզ երկար լուսաբանեիք այդ պատմությունը, նախ ինչու Անին որոշեց, որ հենց աշխատանքների ակունքներից սկսած, որովհետև շատ հետաքրքիր էր ձեր խոսքը, որ ասում եք ես արդեն մտապահել եմ, որ նաև պետք է լուսանկարեմ արձանը տեղադրելուց հետո եւ ինձ հետաքրքիր են մարդիկ, մարդկանց հայացքները, ասել եք նաև, որ այսօր դա ամենաակտուալ եւ ամենակննարկվող իրադարձությունն է եւ թեման, բայց դուք սկսել եք լուսանկարել, ինչքան գիտեմ, արդեն 1 տարի առաջ։ Այո։ Դուք վստահ եք, որ դա դառնալու է ամենաակտուալ եւ քննարկվող թեմա, երբ ինչպես ասում են, սկսեցիք ճանապարհը այստեղ։ Արձանի շինարարության նկարահանումը այդ գաղափարը ես ունեի շատ վաղուց, դեռ երբ որ նոր էր հայտարարվում նախագծի մասին, մրցույթի մասին, բայց գիտենք, հա, վերջի տարիների մեր ծանր իրադարձությունները Արցախի հետ կապված, մեկ պատերազմ, հետո անընդհատ ռազմական գործողություններ, հետո 23 թվականը, ու ես այդ տարիներին հիմնականում զբաղվեցի հետպատերազմական թեմաների լուսաբանմամբ, այսինքն իմ կյանքի վերջի 5 տարիները նվիրված են եղել դրան։ Ես իմ գործընկերները շաբաթական 3-4 ընտանիքի ենք այցելել, զոհված երեխաների, վիրավորների, տեղահանվածների, այսինքն այդ բոլոր փուլերով անցել ենք եւ ես այդ փուլերում կարեւոր էի համարում հենց կենտրոնացումը այդ թեմաների վրա եւ մասնագիտական նվիրվածություն էի զգում, հա, այդ ուղղությամբ եւ շատ հաճախ այն թեմաները, որոնք նախկինում մտածում էի, պլանավորում էի, այսպես մի քիչ հետաձգել էի։ Բնականաբար դա բերեց եւ մասնագիտական այրման եւ հոգեբանական ծանր, այսպես ապրումների, հա, որովհետեւ հնարավոր չի տարիներ շարունակ շատ անտարբեր եւ հանգիստ զբաղվել նման թեմաներով։ Եվ ինչ որ փուլ եկավ, երբ որ ես հասկացա, որ ես այլևս ըստ էության չեմ կարող անել ավելին, քան ես անում էի, եւ որոշեցի անդրադառնալ այսուհետ այն թեմաներին, որոնք կարող են ինչ որ դրական լիցքի կամ ինչ որ դրական հույսի մասին խոսել։ Այդ ամենից հետո։ Այո։ Ես էլի ունեցա տարբեր ֆոտոշարքեր, տարբեր թեմաներով, օրինակ իմ ամենասիրելիներից մեկը այն մասին է, թե ինչպես են Մասիսում արցախցի 10 տղամարդիկ ամբողջությամբ փլուզված, կիսաքանդ, հին ինֆեկցիոն հիվանդանոցում 0-ից իրենց բնակարաններ կառուցում եւ իրենց ընտանիքներին Հայաստանով ծրված տարբեր կացարաններից բերում են տեղ։ Նորից պատերազմի մասին էր, բայց ինչ որ դրական, ինչ որ հաղթահարման մասին էր։ Ու նորից ես սկսեցի հետաքրքրվել, հա, արձանի ճակատագրով ինչ է կատարվում, ինչպես է կատարվում եւ պարզվեց, որ ես շատ կարեւոր փուլեր բաց եմ թողել։
Բայց բարեբախտաբար հասա այն փուլին, երբ որ արձանի տարբեր մասնիկներ սկսվեցին իրար միացվել։ Այդ ժամանակ մամուլի հետաքրությունը դեռևս այդքան չկար, որովհետև շատ հանրային չէր ասվում դա, շատ լուր էր արվում, հանգիստ էր արվում, ըստ էության գիտեին նախագծով զբաղվողները եւ այդ մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով այդ աշխատանքը կատարում էին։ Եվ ես դրեցի մասնագիտական համառությունը եւ աներեսությունը անընդհատ զանգահարելու համար, գրելու համար, թույլատրություն խնդրելու համար այդ նկարահանումների, վստահեցնելու համար, որ ես չեմ ուզում ուղակի նկարել եւ հիմա հրապարակել։ Ինձ սա հետաքրքիր է որպես process։ Ես չեմ ուզում բաց թողել որևէ այսպես փոշու տեղադրումը, որևէ ներքի, հա, աշխատանք, որևէ բան։ Եվ բարեբախտաբար իմ շատ լավ գործընկերների, ընկերների, այսպես ինձ իմ համար այսպես խնդրանքների չմերժողների շնորհիվ ես թույլատրություն ստացա, երբ որ անհրաժեշտ է, երբ որ աշխատանքներ են կատարվում, մոտենալ այդ աշխատանքներին, նկարել, նաև հարցազրույցներ անել մասնագետների հետ, ու այդպես գնաց։ Դա տեղի ունեցավ ավելի քան 1 տարի առաջ։ Այդ փուլում ես մեկ ֆոտոպատմություն հրապարակեցի, քանի որ շատ կտրուկ հետաքրքրությունը աճեց եւ ես ուզեցի ներկայացնել թե այդ լուսանկարները, որոնք մինչ այդ պատրաստել էի, որոնք դեռ ոչ ոք չէր տեսել, հա, այդ ֆորմատի, թե հարցազրույցը հրապարակեցի քանդակագործ, հիմա արդեն իմ շատ լավ ընկեր, հույսն եմ ինքն էլ է այդպես համարում եւ ես իրենց դեռ շատ չեմ օգտեցրել Արմեն Սամվելյանի հետ ու քննարկումներ, բնականաբար շատ հետաքրքրություն, հետո արդեն մամուլի ավելի այսպես լայն հետաքրքրությունը եղավ ու հիմա գիտեք արդեն այդ թեման շատ ակտիվ է քննարկվում եւ չկա այդպիսի մեդիա, որը շատ ուշադիր չհետևի։ Ու ես շարունակեցի անել այն ինչ որ խոստացել էի ինքս ինձ եւ իմ գործընկերներին, նկարել, այցելել, երբ որ աստիճաններ են տեղադրում, երբ որ հանում են, երբ որ գլուխն են ամրացնում, երբ որ զոդում են, երբ որ ներկում են, նույնիսկ իմ 2 տեսախցիկների վրա մինչեւ հիմա մնացել է այդ ներքի փոշիները, որոնք որ ներկող մասնագետները անում էին արձանի վրա, բայց ես չէի ուզում այդ բաց թողել եւ այնքան էի մոտեցել, որ մի քիչ ես էլ ներկվեցի, բայց դա էլ թող խորհրդանշական հիշատակ մնա իմ տեսախցիկների վրա։ Այդպես, ես մինչև հիմա էլ նկարում եմ եւ որոշ ժամանակ առաջ, 2 շաբաթ առաջ առաջարկ ստացա այդ իմ լուսանկարները ներկայացնելու եւ սիրով ներկայացրի առանց շատ ջանք թափելու, որովհետեւ լուսանկարիչների եւ արտիստների, հա, գլխավոր թերությունն է նա, որ իրանք շատ են սիրում լուսանկարելու process-ը եւ շատ հաճախ անտեսում ենք այն, ինչ որ դրանից հետո պետք է տեղ ունենա։ Շատ հաճախ էներգիա չի մնում, որ դու ինքդ ցուցահանդես անես, որևէ գիրք անես եւ այլն, եւ իմ բարեբախտությունը այն է, որ ես միշտ շրջապատված եմ լինում այնպիսի մասնագետներով, ովքեր իրենք են գալիս եւ ասում են ժամանակն է եւ իհարկե ես շատ ուրախ եմ արձագանքների համար, շատ մարդիկ եկան, տեսան, այցելուների արձագանքը ինչպիսին էր, Անի։ Գիտեք, ես շատ եմ սիրում լուսանկարչությունը նաեւ այն բանի համար, որ կարծես թե լուսանկար է, չէ՞, կարծես թե նկարել ես այն, ինչ որ կա։ Բայց այդ նույն պատկերի մասին մարդիկ կարող են ունենալ բացարձակ տարբեր ընթերցումներ։ Օրինակ, ամենաշատ քննարկված կադրերից մեկը արձանի դեմքի լուսանկարներ ներսից։ Ես եղել եմ, հա, գլխի հատվածի ներսում, նկարել եմ այնտեղ, թե մարդկանց ովքեր աշխատում են, թե հենց ուրվագծերը, եւ այդ ուրվագծերն էր ներկայացված, եւ դա շատ քննարկվեց, մարդիկ շատ սիմվոլներ տեսան դրա մեջ, շատ իմաստային շերտեր տեսան, ու ես էլ այսպես կողք քաշված լսում էի կամ ընթերցում էի մեկնաբանությունները, ու ինձ էլ շատ հետաքրքիր էր տեսնել, որովհետեւ միշտ հեղինակը գուցե ավելի քիչ կարող է ցույց տալ, քան մարդիկ դիտողները կարող են նայել, եւ սա կարող եմ ասել, որ այդ դեպքերից էր։ Տեսեք ինչն է հետաքրքիր, սիրելի Անի, դուք ասացիք, որ պատերազմից, Արցախի կորստից հետո ինչ հետաքրքիր է, անկախ նրանից որպես մասնագետ, բայց որպես մարդ փնտրել եք մի այնպիսի երևույթ, որը կխոսի
վերածննդի մասին, միասնության մասին, համերաշխության։ Ես դրա համար հարցրեցի, ինչպիսին է այցելուների արձագանքը, հա, մեր հայրենակիցների, որովհետև ի վերջո գաղափարի հիմքում դրված էր Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում նախագծի հեղինակ Գագիկ Ծառուկյանը դրել է հենց այդ նպատակը, որ դա պետք է դառնա վերածննդի, միասնության եւ համերաշխության սիմվոլ։ Տեսեք, դուք դրան եկել եք, սիրելի Անի, եւ սկսել եք ձեր աշխատանքը։ Հուսանք, որ իսկապես այդ արձանը վերածննդի սիմվոլ դառնալու է մեր հայրենակիցների համար։ Այո, հուսանք, եւ ես էլ սիրով նորից պնդում եմ, հա, որ ես հենց այդպիսի նպատակ ունեմ, նկարել նաեւ արձանի կյանքը տեղադրումից հետո, որտեղ սա կոչվել է ճանապարհից առաջ, հետո ինչպես կվերե։ Կփոխենք, վերնագիրը կփոխենք, ոչ։ Զովունից հատից Քրիստոսը ճանապարհից առաջ։ Դա բանը կարելի է փոխել, բայց ամեն դեպքում ինձ արձանը հետաքրքիր է հենց որպես գաղափար, այսինքն արձանը ինքը իրենով լիցքավորված է որոշակի գաղափարով, որը պետք է ամբողջանա այդ ճանապարհը անցնելուց հետո, այսինքն հեշտ չէ, չէ, այնպես չէ, որ մենք հռչակում ենք ինչ-որ բան եւ բոլորը դրա հետ համաձայն են։ Բնականաբար բոլորս անցնում ենք կասկածների միջով, մտքերի միջով եւ այլն։ Շատ մարդիկ նայում են, ասում են, լավ, տեսնենք ինչ կլինի։ Ես շատերին գիտեմ, որ իրենք արդեն իրենց հարսնացուներին, տղաներ կան, որոնք մասնակցել են շինարարությանը եւ իրենց հարսնացուներին պատմում են, որ գիտես, ով է կառուցել այս արձանը եւ դա արդեն իրենց համար ծանրակշիռ քայլ է իրենց արժեքային համակարգը ներկայացնելու համար, այսինքն այս իմ աշխատանքը նաեւ ինձ դրանով է հետաքրքիր, որ կա մի գաղափար, կա մի արձան, այսինքն ֆիզիկական մարմին ստացած գաղափար, որի շուրջ անընդհատ պտտվում են մարդիկ, մտքեր, հետաքրքիր ճակատագրեր, որը ամբողջացնում է այդ ամեն ինչը ու ի վերջո բերելու է, ձևավորելու է այն, ինչ որ մենք կտեսնենք արդեն վերջում հատիսի գագաթին։ Եվ հետաքրքիր է, որ դուք ասում եք, որ կամավորներին եք լուսանկարել, նրանց դեմքի արտահայտությունը, այդ պահին աշխատանքը եւ շատ կարեւոր է, որ ասում եք հետո արդեն ուզում եմ մեր հայրենակիցներին ստանալ կադրեր, թե ինչպես իրենք կնայեն արդեն տեղադրված արձանը։ Ինչպես կգնան, ինչ կլինի, արդյոք նրանք կզգան այդ հոգեվոր ինչ որ նուրբ լարերը, թե հակառակը գուցե շատերը գնան ուղղակի նայեն իջնեն։ Դա էլ է չէ կարեւոր, դա էլ է ժամանակ պահանջում, մարդիկ կգնան միայնակ իրենց մտքերը հավաքելու, թե կգնան ընտանիքներով, դա էլ է կարևոր, դա էլ է լինելու այն կյանքը, որը պետք է կառուցվի արձանի շուրջ։ Անի ջան, մենք կսպասենք ձեր նոր ֆոտոշարքերին։ Շնորհակալ եմ շատ։ Անի, դուք կարծրատիպեր ունեք։ Ես, գիտեք, ես Եվ կարծրատիպը ինչ է ձեզ համար բացասական երևույթ է։ Իմ մասին միշտ կարծել եմ, որ ես չունեմ։ Ահա։ Բայց հիմա որ երեխաներ ունեմ, մեկ-մեկ ինձ թվում է մի քիչ դուրս են գալիս իջեր կարծրատիպեր, բայց ընդհանուր առմամբ ես իհարկե դեմ եմ կարծրատիպերին, ես կողմ եմ ազատությանը, ես կողմ եմ, որպեսզի ցանկացած մարդ առավել եւս կին կարողանա կերտել իր կյանքը, իր երջանկությունը, իր ընտանիքի հետ միասին ձևավորի այն ապագան, որին ինքը ուզում է հասնել իր ընտանիքի հետ միասին եւ այսպիսի բաներ։ Անի Գևորգյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Կարող եմ այսպես կետեր ասել։ Ասեք, ինչպես ուզում։ Ընտանիք, լուսանկարչություն, լավատեսություն, մի քիչ էլ հումոր։ Հայրենիքը ձեզ համար, Անի։ Հայրենիքը ինձ համար իմ կյանքն է, այն կյանքն է, որը ես ապրում եմ, այն վայրն է, որտեղ ես ապրում եմ, որտեղ ես ուզում եմ ապրել, եւ որտեղ ես ուզում եմ ցուցադրել այն, ինչ որ ես անում եմ։ Մի բան էլ եթե կարելի է, հա, ավելացնեմ, հայրենիքի հետ խոսակցության վերաբերյալ հաճախ, հա, երբ որ իմ լուսանկարները, դե արդեն գիտեք, հա, աշխարհի տարբեր քաղաքներում, մայրաքաղաքներում ներկայացվել են,
Եվ ես իհարկե շատ ուրախացել եմ, բայց ինձ համար երբեք որևէ աշխատանք անելուց նպատակ չի եղել դա ցուցադրել որևէ այլ քաղաքում։ Եվ նույնիսկ ես զարմացել եմ, որ կարող է դա հետաքրքիր լինել։ Ես միշտ իմ աշխատանքները կատարել եմ Հայաստանի ներսում մեր կոնտեքստուն իմացող, մեր պատմությունը իմացող, մեր խնդիրները իմացող, մեր ուրախությունները ու տխրությունները իմացող մարդկանց ցուցադրելու եւ նրանց հետ խոսակցություն վարելու համար։ Այդ իմաստով հայրենիքը իմ համար այն վայրն է, որտեղ ես ապրում եմ եւ որի մասին ես խոսում եմ։ Հայրենիքն էլ ձեզ է ապրեցնում։ Այո։ Որտեղ ուզում եք ապրել եւ խոսել եւ լուսանկարել հայրենիքում։ Անի ջան, մենք այսպիսի մի ձևաչափել ունենք։ Հիմա հաղորդման ավարտին դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, իհարկե եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև այդ հնարավորությունը եւ ես սիրով կլսեմ եւ կփորձեմ պատասխանել լրագրող Անի Գևորգյանի հարցին այս պարագայում։ Ես հիմա սպասեք իմ ամբողջ հմտությունները լարեմ։ Լրագրողները երբեք դրան չեն հրաժարվում։ Չէ, իրականում ես կուզեի ձեզ հարցնել, թե լուսանկարչությունը ինչքանով տեղ ունի ձեր կյանքում եւ արդյոք դուք մտածել եք, թե ձեր կյանքի որ փուլերում եք առավել հաճախ դուք ձեր ձեռքը մեկնում դեպի հեռախոս եւ այդ պահը ֆիքսում։ Օй, սիրելի Անի, ես ինչքան լավ հարց տվեցիք, ես էլ սրա վերաբերյալ կարող եմ շատ երկար խոսել։ Անի, իսկապես լուսանկարը իմ կյանքում շատ մեծ դեր ունի եւ ես պատահական չէր, որ ձեզ հարցրեցի նոր տեխնոլոգիաներ եւ դասական լուսանկար։ Ինձ համար լուսանկարը հիմա դեռ միայն հեռախոսը չէ։ Շատ ավելի շատ ընտանեկան ալբոմներն են եւ դիպուկ ասեցիք, որ պահերին կյանքի շատ ուրախ եւ շատ տխուր պահերին ես կարող եմ ասել, որ ալբոմներին անդրադառնալը ընտանեկան դա երևի առաջին են գործողությունն է, ինչ որ ես ուզում եմ անել, որովհետև ես հասկանում եմ, որ դա իսկապես իմ մեջ շատ լուրջ, հակասական, ուրախ, տխուր էմոցիաներ է առաջացնում, դա հիշողություն է, որը ոչ ոք, նույնիսկ մարդը ինքը իր վերաբերյալ ամենափայլուն հիշողության դեպքում, ինչ որ բաներ ջնջվում են մեր հիշողությունից, մինչև այն պահը, երբ որ դու կարողանում ես դա բացել, տեսնել, վերհիշել ծնողներին, տատիկ-պապիկներին, երեխաներին փոքր տարիքում, իմ վախերը հեռախոսների հետ կապված միայն դա է, Անի ջան, ես դեմ չեմ տեխնոլոգիաների զարգացմանը, ես երկրի թիվ առաջին տեխնոլոգիական բուհում դասավանդում եմ եւ տեսնում եմ, թե ինչքան ճկուն է աշխատում այսօր մեր երիտասարդների միտքը այդ ուղղությամբ, ուղղակի սա ինչ որ ալբոմները, լուսանկարները, վավերագրական լուսանկարը ինձ համար պոեզիայի պես մի բան են, այդ դրա համար ես ձեզ հարցրեցի վիզուալ լեզուն ինչպիսին է, օրինակ երբ որ ես տխուր եմ կամ ուրախ եմ, ինչ որ մի լավ գրական գործ կարդում եմ, պոեզիա, դա ինձ նորից հանգստություն է բերում, համերաշխություն է բերում, հանդարտություն է հոգուս բերում, նույնն է լուսանկարների դեպքում է։ Այո, հիմա հաճախ լինում է, որ արդեն հեռախոսից են կախված, որտեվ զգում եմ, որ մեր երեխաներին արդեն չենք կարողանում, օրինակ եթե ես իմ երկու դուստրերին համեմատեմ, մեծի կյանքում շատ ավելի շատ լուսանկարներ կան, շատ ավելի բարեխիղճ ձևով արված, ալբոմներ, որտեղ գրված է ամեն մի քայլը, ամեն մի խոսքը, դեմքի արտահայտությունը, փուլերը, ցավոք հիմա գալիս է սերունդ, որ չունի դա, միգուցե շատ լավ լուսանկարներ ստանում են նաև հեռախոսում եւ միգուցե ես մի քիչ ավելի հին եմ, բայց լուսանկարը, ինչպես նաև գիրքը ինձ համար թուղթ է, այդ թուղթը զգալ է, այդ թղթի վրա պատկերը տեսնելն է։ Այդպես էլ ես էլեկտրոնային գիրք հասկացողությունը, ինչքան էլ ինքը լինի լավ, հասանելի եւ ես չկարողացա հասկանալ, ընկալել եւ եթե նույնիսկ կարդամ, ինքը ինձ վրա չի տա այն տպավորությունը, այն էֆեկտը, ինչը երբ որ ես գիրքը զգում եմ, նույնիսկ գրքի հոտը, էջերը թերթելը,
Նույն բանը լուսանկարն է եւ ես դրա համար շատ կուզեմ, որ այդ վավերագրական լուսանկար կոչվածը հետո հայացք կա այնտեղ, անի հայացք այդ լուսանկարներում, ես տենց եմ կարծում, որը չի խափում, որը չի ստում, որը քեզ իսկապես տանում է այն ժամանակները, որտեղ դու ուզում ես գնաս։ Մենք այդ հայացքի միջոցով բազմաթիվ մարդիկ կան, որ օրինակ իրենց տատիկներին ու պապիկներին կենթանի չեն էլ տեսել, բայց այդ վավերագրական լուսանկարը իրենց տանում է անցյալ եւ իրենք կարողանում են իրենց նախնիներից ինչ որ բան տեսնել ու հասկանալ։ Մտահոգությունս նա է, որ ինստագրամյան ֆիլտրած նկարները մեզ այդ անցյալ չեն տանելու, չգիտեմ ինչքան կարողացա ձեր հարցին ինչքան պատասխանել։ Շատ բազմակողմանի պատասխան տվեցիք եւ ես զգացի դուք ինչ անկեղծ ու այսպես հոգով եք պատասխանում, շնորհակալ եմ շատ։ Անի ջան, ես եմ շնորհակալ, որ մեր տաղավարում եք, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, ուրախ եմ, որ այսքան տաղանդավոր եւ նաեւ ժպտերես աղջիկ եք, այդ շատ կարեւոր է, միշտ ժպտում եք, ձեզանից ինչ որ լույս է գալիս, ինձ թվում է այդ մասնագիտության մեջ դա շատ կարեւոր է, ձեզ հաջողություններ եմ մաղթում, իսկապես դա աչք է, հայացք է, որը ամեն մարդու տրված չի, ես ձեր լուսանկարները նայում եմ, չգիտեմ, օրինակ Դավթաշենն եք նկարում, որ երևի շատ մարդկանց համար Դավթաշեն է, գնում են ամեն օր աշխատանքի, գալիս են կամ ապրում են այնտեղ, բայց դու հասկանում ես, որ մարդիկ կան, ովքեր ի վերուստ ում տրված է ինչ-որ մի բան, որ պետք է տեսնեն եւ պետք է այնպես անեն, որ դա դառնա մնայուն։ Ես ուզում եմ, որ մեր երկրում դեռ շատ այնպիսի իրադարձություններ լինեն, ինչպես այ հիմա խոսեցինք Քրիստոսի արձանի համար, որ երկրի համար, մեր ժողովրդի համար, մեր ազգի համար դառնան մնայուն արժեքներ եւ Անի Գևորգյանը կարողանա այդ մնայուն արժեքների ամեն պահը, ամեն վայրկյանը ֆիքսել, թողնել, փոխանցել մեզ եւ սերունդներին։ Ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում։ Շատ շնորհակալ եմ, փոխադարձ։ Շնորհակալ եմ հրավերի եւ անկեղծ խոսակցության համար։ Ինձ համար սա ոչ միայն իմ աշխատանքների, այլև կյանքի մասին խոսելու, մտորելու հնարավորություն էր։ Շնորհակալ ենք Անի ջան, շնորհակալություն։ Այսպիսինն էր Անի Գևորգյանը առանց կարծրատիպերի։ Անին կարծում է, որ կարծրատիպեր չունի եւ դեմ է կարծրատիպերին։ Իսկ դուք ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։